Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Աստված օրհնի ամեն մեկիդ, ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի։ Եվս մի օր լավ հնարավորություն է, որ համացանցով միացել ես, լսես միգուցե Աստված այսօր քո համար լրիվ ուրիշ բան ունի ասելու։ Կարող ասում ես, դե ամեն օր քարոզները լսել եմ, այս կիրակի այս մարդու քարոզը լսեցի, այս շաբաթօր այս մարդու քարոզը լսեցի։ Գիտես, ես հեսա վկայություն կպատմեմ, մի եղբոր վկայություն, ով որ մի օրվա մեջ 3 քարոզ է լսել ու 3 տարբեր մարդկանց քարոզներ։ Ու գիտեք ինչ հետաքրքիր բան է տեղ ունեցել։ Ամեն քարոզի միջոցով Աստված իր հետ խոսացել է։ Ամեն քարոզի միջոցով Աստված իր հետ խոսացել է։ Երեք մեր եղբայրներից մեկ է խոսում, ինքը հիմա այստեղ չի, այս տարածքում չի բնակվում, ուրիշ տեղ է բնակվում, ու տեսեք ինչ է տեղի ունենում։ Եղբայրը մի քաղաքից մեքենայով գնում է մի քաղաք, հազարավոր կիլոմետրներ, շատ հեռու։ Իր ճանապարհը Նիժնի Նովգրադ, հա քաղաքի անունը ասեմ, որ հետո ինչ որ ասելու եմ քարտեզով բացեք նայեք։ Ու ասում եմ ես խնդիրներ ունեի, ահավոր խնդիրներ ու ահավոր խնդիրներ ունեի ու ես ասում եմ աղոթում եի իմ խնդիրների ու իմ խնդիրների համար ասում եմ Տեր ջան, խնդրում եմ էլի էս մի անգամ է։ Գոնե էս մի անգամն էլ ինձի լսի, խնդրում եմ էլի էս մի իրավիճակից էլ ինձի անի, խոստանում եմ հաջորդ անգամ էլ չեմ անի։ Էլ հաջորդ անգամ էլ չեմ անի ու ասում եմ մեկ է YouTube-ը միացրել եմ ասում եմ հով ջան, քարոզներից այդ մեկը բերեց, ես իմ երբվա մի տարի ու կեսվա 2 տարվա առաջվա քարոզ ու ասում եմ բերել է էկրանի վրա։ Ասում եմ ասի դե դու գիտես Տեր ջան, քարոզը ասում եմ միացրեցի ու լսում եմ ու ասում եմ խոսում եք իմ այն իրավիճակի մասին, ինչի մեջ որ ես եմ ու ասում եմ վերջում ասեցիք դե պարզի ձեռներդ աղոթենք ու ասում եմ աղոթեցիք ու առաջնորդեցիք ապաշխարության աղոթքի։ Երբ որ ապաշխարության աղոթքը արեցի, հայացքս հենց բարձրացի, ասում եմ այնտեղ ցուցանակներ կա ու ցուցանակների վրա ասում եմ քաղաքների անունը գրած, ասում եմ հենց հայացքս բարձրացի, ասում եմ այդ ցուցանակի վրա գրված էր Սվետ Լուիս, ասում Տեր, մենակ իմ հետ կար ասենց բաներնի, որ դու սենց արագ ինձի պատասխանես, իմ հավատքին ու աղոթքին, ասենց շատ արագ պատասխանում ես, ու ասում եմ հիմա ուրախությանը չափ ու սահման չկա, ասում եմ մեկ է հետո որ ձեր քարոզը բրձով ասում եմ բերեց Հովիվ Գոր Մեխագյանի քարոզը լենտան, լենտայով ասում եմ այդ քարոզն էլ լսեցի, ասում եմ այդ քարոզը երկար քարոզ էր, միջոցառում էր, հետո այդ քարոզն է մինչև վերջ լսեցի ու ասում եմ Հովիվ Գորը նորից ասավ արեք ապաշխարության աղոթք անենք, ասում եմ դե Հովիվ ջան գիտես ապաշխարության աղոթքը շատ չի եղնում, ինչքան էլ անելու է, ինչքան էլ ասեն պետք է անեմ, ու ասում եմ հենց այդ ապաշխարության աղոթքը արեցի, վերջացրեցի, ասում եմ աղոթքը բրձա, ասում եմ նայում եմ տրաֆարետին, ընդ ասում եմ տրաֆարետի վրա գրած է Նովայա Ժիզն, նոր կյանք։ Գիտես, Աստված հավատարիմ է, դուք ասես Աստված ոնց է խոսում, այդ հենց տրաֆարետների միջոցով։ Ու գիտեք ինչ է ասում, հետո ինքը զանգել է ինձ ասում է Հովիվ ջան, մի հատ վկայություն ունեմ, ուզում եմ այդ վկայության մասին կիսվեմ ու այդ վկայության մասին ուզում եմ պատմեմ ու ինքը այս վկայությունները պատմում է, ես իրան լսում եմ, ներսս ինձ մի հատ բան է տեղ ունենում ժողովուրդ։ Առաջի անգամ ես միշտ դենց հումոր անում եմ, բայց առաջի անգամ Աստված ինձ բաներ դրե սրտից, որ այդ մեր աղբորը ասեի, տարիքով եղբայր է, ասի Գոր ջան, մի բան ասեմ։ Ասում է ինքն էլ չէ ներողություն ասավ մինչև հետո էլ Հովիվ Գորը ասում է սաղիս համար աղոթեց, ընդ կարիքների համար ասում է ես է կարիքներ ունեի, այդ կարիքը ես է բարձրացեցի ձեռս, Հովիվ Գորը ասում է ինքը աղոթում էր, ասում է այդ քարոզն է, շուտվա քարոզ էր, ասում է ես էլ այդ կարիքս բարձրացրեցի ու ասում է այդ կարիքիս համար աղոթեցի, դե չեմ հարցնում ինչ կարիք է բարձրացել ու վերջ ու դենց ասում է այդ աղոթքը վերջացրեցի Հովիվ ջան ու դենց դրանից հետո տեսա որ մտնում եմ նոր կյանք գրված է Նովայա Ժիզն ուրախացանք իր հետ ու գիտեք ինչ եմ ասում ասի լսի անունը Գորա ասում եմ Գոր ջան մի բան ասեմ ասում ասա ասի լսի չգիտեմ ինչի ուզում եմ քեզի ամուսնացնեմ ու գիտեք ինչ եղավ ասավ Հովիվ ջան դու Սոչի եպե էր գնում ասի 6-ին ասավ համսի 4-ին Սոչի եմ ու իմ վկայությունը գիտեք որն է մի 3 ժամվա մեջ Աստված 3 անգամ իր խոսքը հաստատում է ասում է գիտես ինչ կարիք է բարձրացել ձեռս ասում է Հովը ասում էր ով որ ամուսնացած չի ուզում ամուսնանա թող ձեր այդ կարիքը վերցնի ասում է հենց այդ կարիքն է վերցրել ձեռս սիրելիս Աստված հավատարիմ է ամեն
իր համար սրանից հզոր վկայություն չկար, որ Աստված ասում է ես լսում եմ քո աղոթքը, որ ուզում ես ամուսնանաս։ Ես չգիտեմ, չէինք ինչ կարիք է բարձրացրել, չի էլ բարձրացնում, բայց Աստված գիտի։ Ամեն։ Ու այսօրվա խոսքը վերնագրել եմ հավատքի եւ աղոթքի պատասխան։ Հավատքի եւ աղոթքի պատասխան։ Գիտես, սերներս, մենք Աստվածաշունչը որ կարդում ենք, շատ բաներ կարանք, շատ հերոսների ենք տենում Աստվածաշնչում, չեմ խոսում մարգարեների մասին, չեմ խոսում առաքյալների մասին, խոսում եմ մարդկանց մասին, ովքեր որ հավատ ունեին ու աղոթքի կյանք, հավատում էին ու աղոթքի կյանք ունեին։ Բայց գիտես ինչ, իրանք անցնում էին իրավիճակներ, որ իրենց իրավիճակները, իրենց անցած իրավիճակները լրիվ հակառակ բանի մասին էին խոսում։ Լրիվ հակառակ կերպարի մասին էին խոսում։ Ու այստեղ մի բան կա, մի քույրիկ կա, որի մասին որ շատերն են քարոզել, ես ինքս էլ մի քանի անգամ քարոզել եմ այստեղից, այս քուրիկի մասին, քուրիկի անունն է Աննա։ Առաջին թագավորած առաջին գլուխ 10-րդ խոսքից։ Եվ նա աղոտ կարավ տրտմալից հոգով դեպի Տերը եւ շատ լաց եղավ եւ ուխ տարավ եւ ասեց. ով զորած Տեր, եթե քո աղախնի նեղությանը նայես եւ ինձ հիշես եւ քո աղախնին չմոռանալով քո աղախնին արու զավակ տաս, ես նրան Տիրոջը կնվիրեմ իր կյանքի բոլոր օրերումը եւ նրա գլխին ածելի չի բարձրանալ։ Եվ երբ որ նա իր աղոթքը Տիրոջ առաջին շատացրեց, հեղինը նայում էր նրա բերանին, եւ Աննան իր սրտից խոսում էր, միայն նրա շուրթերը շարժվում են, բայց ձայնը չէր լսվում։ Նրա համար հեղինը նրան արպած կարծեց։ Հեղինը նրան ասեց. «Մինչև երբ պիտի արպած անես, գինովությունդ թող»։ Մտածում է, թե այս քուրիկը խմած է, արփություն է անում, քեֆը լավացրել է ու գիտեք ինչ է ասում, առաջի բանը որ հարցնում է, ասում է, չի ասում ինչի համար է աղոթում, խի է սեգե։ Առաջի բանը որ այստեղ մենք տենում ենք, հեղին քահանան մի անգամից Աննային դադապարտում է։ Մի անգամից իր վրա դադապարտություն է գալիս։ Ու առաջի բանը որ ասում է, գինովությունը թող, խմելը թարգ է էլի, բայց Աննան չէր խմե, գիտեք։ Աննան սրդից սիրտ Աստծո հետ կիսվում էր, սրդից սիրտ դադարվում էր։ Եվ տեսեք ինչա տեղի ունենում։ Եվ Աննան պատասխանեց եւ ասեց. ոչ Տեր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ եւ գինի կամ ցկի խմած չեմ, այլ իմ սիրտը բացել եմ իմ Տիրոջ առաջին։ Քո աղախնի չարքին մի կարծիր, որովհետև իմ վշտերին ու նեղությունների շատության համար մինչև հիմա խոսեցի։ Այն ժամանակ հեղին պատասխանեց եւ ասեց. գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը տա քո խնդրվածքը, ինչպես որ խնդրեցիր նրանից։ Եվ նա ասեց. քո աղախինը թող քո առաջին շնոր գտնի, եւ կինը գնաց իր ճանապարհը եւ կերավ, եւ երեսը այլևս տրտմություն չկար։ Փառք Հիսուսին։ Այստեղ ես ու դու մի բան ենք տենում, սիրելիներս, մենք միասին հեսա կանցնենք։ Տեսեք, կինը հավատում էր։ Գիտես, երբ որ դու կանգնում ես, գալիս ծնգում ես զորած Տիրոջ առաջին ու Աստծուց ինչ-որ բան ես խնդրում, սա խոսում է քո հավատքի մասին, ամեն։ Եթե դու չհավատաս, չես խնդրի։ Եթե դու չհավատաս, չես խնդրի։ Ու գիտես, երբ որ խոսում է, այնտեղ չես էլ տենա, որ ասում է ինչ-որ մեկը լսեց։ Ասում է նրա շուրթերը շարժվում էին, Աստծո խոսքը ասում է, շուրթերը նրա շարժվում են, բայց ձայնը չէր լսվում։ Շուրթերը շարժվում էր, բայց նրա ձայնը չէր լսվում։ Հալելույա, բայց նրա ձայնը չէր լսվում։ Եվ երբ որ հեղին տեսնում է ու հեղին լսում է, թե ինչ է ասում նրան, հեղին երբ որ լսում է, թե ինչ է ասում նրան Աննան, ու գիտեք, երբ որ խոսեց նրա մասին, հեղինը երկնքից խոսք է ասում է գնա, թող Աստված տա քեզ այն ինչը որ դու իրանից խնդրեցիր։ Ու մենք տենում ենք շատ կարճ ժամանակ հետո, շատ կարճ ժամանակ հետո, ասում է եւ կինը գնաց, կերավ, եւ նրա երեսին էլ տրտմություն չկար։ Գիտես ինչի, հավատքով վերցրել է, հավատքով պոգել է։
Գիտես, ես շատ եմ Աստվածաշունչը կարդում, նորմալ է, չէ, որ կարդում եմ շատ։ Ու գիտես, ես Աստվածաշունչը կարդալուց կամ քարոզելուց շատ եմ լսել, շատ եմ մեջբերում մանանեխի հադիգի չափ հավատք, մանանեխի հադիգի չափ հավատք, մանանեխի հադիգի չափ հավատք։ Եկեք միասին այդ տեղը կարդանք, ժողովուրդ ջան։ Մատթեոս ավետարան 17-րդ գլուխ 19 խոսքից։ Հիսուսն էլ ասեց նրան. ձեր թերահավատության համար, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս սարին կասեք, փոխադրվիր այստեղից այնտեղ, եւ նա կփոխադրվի, եւ ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Մոտավորապես արդեն 40 տարեկան եմ, գիտես։ Մոտավորապես 40 տարեկան եմ։ Ոչ մի անգամ, սիրելիներս, ոչ մի անգամ 40 տարվա մեջ չեմ տեսել, չեմ լսել, որ ինչ որ մեկը հավատքով սարեր տեղափոխի։ Լսել եք այդպես բան։ Այսինքն ինչ որ մի երկրում, Պուերտո Ռիկոյում կամ չգիտեմ ինչ որ մի տեղ մեկը հավատքով աղոթում է ու այս սարը դուրս է գալիս եւ գնում է այս ինչ տեղը։ Հիմա հարց, միթե մարդը մանանեխի հադիգի չափ հավատք չունի։ Միթե ես ու դու չունենք այս փոքր մանանեխի հադիգի չափ հավատքը, որ ես ու դու չունենք։ Հալելույա։ Մանանեխի հադիգի չափ հավատք չունենք։ Հալելույա։ Բայց գիտես ինչ ա տեղ ունենում, սիրելիս։ Գիտես ինչ ա տեղ ունենում։ Այստեղ այն խոսքը, որ Հեղին ասում է Աննային, սարեր է շարժում։ Այն խոսքը, որ ասում է, սարեր է շարժում։ Մարդը գալիս է մոտենում է Հիսուսին, ասում է Հիսուս ջան, ողորմի ինձի բժիշկ էլի, ուզում եմ տենամ, ուզում եմ տեսողություն ունենամ։ Հավատում ես, որ կունենաս։ Հավատում ես, որ կունենաս։ Հա, դե թող քո հավատքով քեզ եղնի։ Ու մենք մի բան ենք տենում, հզոր մի բան, որ այն սարը, որ անսասան կանգնած էր մարդու առաջ, գնում է։ Գիտես որ սարը։ Այն որ փագել է տեսողությունը։ Այն որ եկե տեսողությունը փագել է, սարի պես կանգնած է տեսողությանը դեմը, փագել է ու գնում է։ Ժողովուրդ այդ որ հավատքի մասին է խոսում։ Որ հավատքի մասին է խոսում։ Միթե ես ու դու չունենք նման հավատք, սարեր շարժելու, ունենք սիրելիս։ Ուղղակի ոմանց համար սարերը դրանք տեսանելի մեծ սարեր են, որ ուզում են այսպես տենան աչքով, այս սարը տեսար ինչ եղավ։ Դու տեսար ես սարը ինչ եղավ։ Այս սարը հելավ, չգիտեմ որտեղից եկավ հասավ ստեղ, կամ պատկերացրու այդ դենց հավատք ունենանք, ամեն մեկից տունը, տան հայատում, գիտես մենք ինչ հավատք կունենայինք, որ աղոթեինք, ասենք, Տեր ես ուզում եմ, դու ասում ես մանանեխի հավատքի չափ հավատք ունենաս, ամեն բան քո համար հնարավոր է, ուզում եմ, որ առավոտ հենց պատուհանիցս նայեմ, ուրեմն այս ձախ կողմը Մասիսը եղնի, այսենց ձերից հասանելության չափով էլ սև ծովը, որ գնամ Մասիսի լանջին սև ծովի տակ լողանամ, այսենց բան կուզենք ես ու դու, այսենց բան ես ու դու կուզենք, բայց գիտես հետաքրքիր ինչն ասել ես, որ Աստված ինձ ու քեզ նման բան չի տալիս, որ Աստված ինձ ու քեզ նման բան չի տալիս, ես ու դու ունենք սարեր, այդ սարերի անունը կարան լինեն հիվանդություն, այդ սարերի անունը կարա լինի աղքատություն, որ սարի պես եկե չոկելա դուրդ ու չի գնում, սարի պես չոկելա ու չի գնում, Մարկոս ավետարան 5-րդ գլուխ 25-րդ խոսքից կկարդան։ Մի կնոջ մասին է խոսում Աստվածաշունչը։ Եվ մի կին կար,
որ արյունի տերատեսության մեջ էր 12 տարի եւ շատ բժիշկների շատ չարչարվել էր եւ իր բոլոր ունեցվածքը ծախել էր եւ ոչ մի օգուտ չէր ստացել, այլ ավելի էր դեպի վատը գնացել։ Երբ որ Հիսուսի համար լսեց, ամբողջի մեջ ետևից են ետ դարավ նրա հանդերձին, դիպավ նրա հանդերձին, որովհետև ասում էր, որ եթե միայն նրա հանդերձին դիպչիմ, կփրկվիմ։ Եվ շուտով նրա արյուն աղբյուրիցը ցամաքեցավ, եւ նա մարմնումը իմացավ, որ այն տանջանքից բժշկվեցավ։ Սելիս գիտես տեղ ինչա տեղի ունենում։ Ուրեմն մի կին, որ 12 տարվա տերատեսության մեջ էր, 12 տարի արնահոսում էր, ու այդ արնահոսությունը ոչ մի բժշկական միջամտությունով հնարավոր չէր վերացնել, ու ասում է ինքը գնացել է շատ տեղի փորձել է, սա իր ողջ գումարները ծախսել է, բժիշկներին է տվել, բայց ոչ մի օգուտ չկար, ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի օգուտ դրանից տեղի չի ունեցել, այլ ավելի ավադացել։ Ու գիտես, ասում է Հիսուսի մասին լսեց, ու երբ որ տեսավ Հիսուսին, եկավ նրա հանդերձից ծայրին կբավ, ու գիտեք ինչ է խոսքը ասում, եւ շուտով նա իր մարմնումը նրա արյունը ցամաքեցավ, եւ նա մարմնում իմացավ, որ այդ տանջանքից է բժշկվել է։ Գիտեք ինչ է տեղ ունեցել, սիրելիս, 12 տարվա սարը ցամաքեց, 12 տարվա սարը այս մանանեխի հադիկի չափ հավատք ունեցողի համար է 12 տարվա սարը ցամաքեց, քո 12 տարվա պրոբլեմը ցամաքեց։ Վայ ես ինչ հնարավ, ես ինչա, ես իսկի մի հատ բան չունեմ, Փառք Հիսուսին, ես ինչ տեղի ունեցավ, ես մի հատ հավատք չունեմ մանանեխի, ես կան աղոտում ես, ես կան փոքր քար չի գալիս քո հայատ, երբ որ քեզ կսկսեն դες ծաղրելը, գիտես ինչ կարաս ասես, պատմես քո վկայությունները, որովհետև քո վկայությունը երկնքից զորություն է պոգում։ Քո հավատքը երկնքից զորություն է պոգում, չես հավատում, արեք շարունակությունն ենք արտում։ Սարեր ենք շարժում ժողովուրդ մեր հավատքով։ Տեսեք ինչ է ասում, եւ շուտով Հիսուսը անձում իմացավ, որ իրենից զորություն դուրս գնաց։ Ինչի զորություն դուրս գնաց։ Քո հավատքից։ Քո հավատքից կարաս երկնքից զորություն պոգես։ Քո հավատքով կարաս երկնքից զորություն պոգես։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում, կինը հավատքով կպավ, երկնքից զորություն դուրս եկավ, ու այն 12 տարվա պրոբլեմը չորացավ։ Հավատքի ու աղոթքի պատասխան, հավատում եմ, դավանում եմ, վերցնում եմ։ Հալելույա։ Եվ դարձավ ամբողջի մեջ եւ ասեց, ով դիպավ իմ հանդերձին։ Եվ նրա աշակերտները ասեցին նրան, տեսնում ես այս ամբողջը, որ նեղացնում է քեզ եւ ասում ես, թե ով դիպավ իմ հանդերձին, եւ նա նայում էր 4 կողմը, որ տեսնի այս բան անողին։ Կինն էլ վախենալով, դողալով, որովհետև գիտեր ինչ եղավ իրեն, եկավ ընկավ նրա առաջին եւ բոլոր ճշմարտությունը ասեց նրան։ Նա էլ ասեց նրան. դուստր, քո հավատքը ազատեց քեզ։ Գնա խաղաղությամբ եւ քո տանջանքներից առողջ եղիր։ Փառք Հիսուսին։ Հավատքի ու աղոթքի պատասխան։ Սելիս, քանի անգամ ես կանգնել աղոթքի։ Իսկ կա մի բան, հենց որ ես քեզ ասեմ, ինչն է քո հավատքի ու աղոթքի պատասխանը, մի անգամից հիշես, այս իմ հավատքի ու իմ աղոթքի պատասխանն է։ Կարաս հիշես այդպես բան։ Երբ որ գալիս է այսօր եկեղեցի խոսքը պատրաստելու, խոսք խոսալու։ Գիտեք, եղնում է, որ Աստված ինձ շատ անակնկալի բերում, որ ես գալիս եմ խոսալու հենց բեմի վրա խոսքը փոխում է կամ լրիվ ուրիշ բան է տալիս կամ ծառայության սկզբից է ուրիշ բան տալիս, բայց որ ընդհանրապես բացի վերնագրից ոչ մի բան չդա, ոչ մի բան,
Դենց բան երևի մադերից վրա հակարամ հաշվեմ, որ դենց բան եղած եղնի։ Բացի վերնագրից ոչ մի բան չի տվել։ Ու գիտեք ինչա, Տեր ջան, այս մի շաբաթա չես տալի, աղոթում եմ, գիտեմ, հավատում եմ, որ դու ես անողը, բայց էսա բարձրանալու եմ խոսալու։ Էսա պետքա խոսք խոսամ։ Ու ես էլի հավատում եմ, որ դու հրաշք կանես։ Ինչ եմ խոսալու։ Ու գիտեք ինչ եղավ, ստեղ երբ որ արդեն ստեղ ծառայությունից առաջ պատրաստում եմ, մի ժամ ժամանակ ունեի ու աղոթում եմ, այսենց բանա, այդ Աստված բանա տալիս ու գրում եմ։ Գիտեք ինչ եմ գրում։ Ուզում եմ կարդամ։ Խնդրում եմ, ասում եմ, Տեր, խոսք տուր։ Ինչ եմ խոսալու։ Մի հատ նեղ բան եմ լսում, դու ես խոսալու։ Դու ես խոսալու, ու ես մի անգամից sense քարանում եմ։ Ին վրա չեն վերցնում։ Դու պետք է խոսաս։ Ու գիտես, այսօրվա խոսքը իմ հավատքի ու աղոթքի պատասխանն է, որովհետև ես չեմ անողը, ինքն է անողը։ Ես չեմ անում, ինքն է անում։ Երբ որ կինը կանգնում էր Քրիստոսի առաջ, գիտես, վախենալով, ասում է, վախեցած կանգնել էր Հիսուսի առաջ ու պատմեց բոլոր, գիտես ինչ է, ճշմարտությունը, պատմեց բոլոր ճշմարտությունը, Աստծո խոսքը ասում է, եւ նա ասեց, պատմեց բոլոր ճշմարտությունը, եւ երբ որ Հիսուսը լսեց ճշմարտությունը, ու շատ իրես, երբ որ Հիսուսը լսեց ճշմարտությունը, մի հատ բան է ասում, գնա, քո հավատքը քեզ ազատեց, քո հիվանդություններից, քո պրոբլեմից, քո անհաջողություններից, այն 12 տարվա սարից, որ տեղից չէր շարժվում։ Ժողովուրդ, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաս, սարին ասես կշարժվի, սարը կշարժվի, բայց եթե ուզում ես սարից շարժես, ու երբ որ ինչ-որ մեկին ուզում ես բան ցույց տաս, ցույց տալու համար մի արա, բայց եթե ուզում ես մարդը տենա, որ քո կյանքում սարա շարժվել, դու մի հատ խոսք ունես հայտնությունից, պատմում ես այդ վկայությունդ, որ դու հաղթել ես գառան արյունով եւ քո վկայությունով։ Գիտես, մարդու հավատքը բարձրանում է լսելուց, լսելը Աստծո խոսքից, իմ ու քո հավատքը բարձրանում է լսելուց, լսելը Աստծո խոսքից, ասում հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից, երբ որ մարդը քեզ Աստծո խոսքից բան ասում, Աստվածաշնչից խոսք է տալիս, գիտեք քանի անգամ եմ դժվարության առաջ կանգնել, բայց ես մի բան եմ հիշում, ես Աստծուց խոսք ունեմ, Աստված խոսացել է, ինձ ինչ է պետք, հավատալ այդ խոսքին, բռնվել այդ խոսքից։ Մենք երբ որ երեխա չունենք, ամուսնացել ենք, երեխա չունենք։ Երևի վկայել եմ, մի հատ եկը վկայեմ։ Մոսկվայի տարեվերջան ծառայություն պետք է եղներ ու հովիվը ասեց, ուզում եմ աղոթքի ծառայություններ ներողություն, հովիվը ասավ ուզում եմ սաղիդ համար աղոթեմ, օրհնեմ ձեզ, ձեր տարին, ձեր ինչ որ մի հատ կարիք երկուսով վերցրեք, բոլորին ասում էր ինչ որ մի հատ կարիքով եկեք ու այդ կարիքի համար աղոթենք։ Ու այդ ժամանակ մեր քույրիկներից մեկը իր փոքր երեխուն այսպես ձեռից բռնած sense քաշելով բերում է, որ հովիվը իր երեխու համար էլ աղոթի, այսպես քաշելով բերում է։ Ես բանում եք դռների մոտ էի կանգնած ծառայում, կինս առաջ ուներ կանգնած, այդ տեսարանը համ ես ֆիքսեցի, համ կինս, համ իմ սրդի մեջ դրվավ, համ կնոջը սրդի մեջ։ Գիտես, չէ, ոչ ես եմ հասցրել իրան բան ասեմ։ Ոչ ինքն է ինձ հասցրել բան ասի։ Երբ որ արդեն հովը բոլորի համար աղոթեց, ես հենց հավատքով եկել եմ, հով ասավ, արի վերցնենք։ Նայեք, հավատում եմ ու աղոթում եմ։
Գիտեմ, որ էսա իմ համար էլ աղոտելու, իմ ու կնոջս համար, նարայի համար էլ աղոտելու։ Գիտեք ինչ եմ անում, այսենց հավատքով էսի վերցնում եմ, նույնն էլ ինքը, մենք իրարից անտեղյակ։ Մենք տեղյակ չենք, որ ինքն էլ այդ ֆիքս է, ինքն էլ այդ տեսարանը տեսե, ինքն էլ հավատքով ու աղոտքով վերցրե։ Վերջում եկանք մենք կանգնանք, ձերի բռնած, հովիվ գորը, ձերները դրեց մեր վրա, ու գիտեք ինչ ասավ։ Տեր ջան, շնորհակալ եմ այն պտղի համար, որ հաջորդ տարի իրան գրգելու են։ Գիտեք ինչ տեղ ունեցավ։ Ընդամենը 20 րոպե հետո ես իմ հավատքի ու աղոթքի պատասխանը հովիվ գորից լսեցի։ Աստված խոսած։ Հովը չգիտեր ինչ էինք երազում, ինչ էինք վեկալը։ Ու գիտես, երբ որ գնում ենք տուն, արդեն մեքենայի մեջ համ ես եմ արդասվում, համ կինս արդասվում, ու մենք նայեցինք ու գիտեք, նարային ասում եմ, նար, ու ուզում եմ ասում եմ, երբ որ ես տեսա մեր քուրիկին, որ երեխու ձեռից բռնում էր, ու ես սկսեցի լացել ասի, ես էլ եմ էդի տեսել ու հենց էդի վերցրել եմ։ Ես էլ հենց էդի տեսել եմ ու հենց էդի վերցրել եմ։ Ու գիտես, մենք երկուսով անկեղծ եմ ասում, չենք եք հասկացում, որ հաջորդ տարի դեկտեմբերին, գիտե որ հաջորդ տարի հունվարին պետքա լսեմ, որ երեխա ենք ունենալու։ Ու այս արդեն չէիք հասկացում, որտեվ երբ որ Աստված միջամտում է, լսեք, անհնար է չեղնի։ Աստված հավատքի ու աղոթքի հավատարիմ պատասխանողն է։ Աստված հավատարիմ է քո հավատքին ու քո աղոթքին։ Ուշադիր ես, ոչ թե ես հավատում եմ, որ ես միլիարդատեր եմ դառնալու, կամ չգիտեմ ինչ որ մի բան, որ Աստծո կամքից դուրս է ու էդի քեզի կտանի կործանման, այդենց հավատք ինչքան ուզում ես ունեցի, ոչ մի բանը չի եղնելու, բայց եթե դու ինչ որ մի բան ուզում ես Տիրոջ կամքի մեջ ու դա Աստծուն է փառավորելու, համոզված եղի կստանաս։ Ոնց որ ես եղբայրը ընդհանրապես տեղյակ չէի, ինչ կարիք ուներ, ինչի համար էր վերցրել, ինչ էր աղոթում, բայց Աստված հավատարիմ է։ Ես չգիտեմ ինքը ինչ աղոթում, ինչ կարիք ունի։ Ու ես ասում եմ, լսի, նենց եմ ուզում քեզի ամուսնացնեմ։ Աղջի գեղներ ամուսնացնել էլի, ասենք երեխուդ ամուսնացնում ես, բայց եկա տղա է։ Իմ թայնա կամ մի քանի տարի ինձանից փոքր է։ Շատ լավ համով եղբայր, ասենց հավեսով աղբեր է, ռեկլամ չեմ անում, ժողովուրդ ջան։ Աստծո քաղցր զավակա։ Ու գիտեք ինչ է տեղ ունենում։ Աստված միանգամից իր աղոթքին պատասխանում է։ Ու գիտեք ինչ է ասում։ Տեր ջան, այսքան արագ, խի էլի, հա խնդրեցի որ պատասխաներ, բայց այսքան արագ չէ, էլի թողեր գույնը մի քիչ սենց անցնելի, ոչ թե ընդամենը 2-3 ժամվա մեջ միանգամից 3 տիպի հաստատություն կա։ 3 տիպի միանգամից, համ ստեղ, համ ընդեղ, համ մտնում է լույս, համ մտնում է նոր կյանք, համ էլ հով ասում է, որ քեզի պետք է ամուսնացնեմ։ Աստված աղոթքներ լսող եւ իրավիճակներ փոխող Աստված է։ Փառք Հիսուսին։ Գիտես, այն քո անանցանելի սարը, որ քո համար մի հատ մեծ խնդրեմ է։ Անանցանելի սարը քո համար Հիսուսի հետ բլուր է դառնում։ Որ քո համար անանցանելի սար, այսինքն դու կարաս նայես, ասես, այս ինչ մի դժվար է, ոնց եմ էսի անցնելու։ Լսի, Հիսուսի հետ ինքը դառնում է բլուր։ Հիսուսի հետ ամեն մի սար կդառնա բլուր։ Քո վրա չեն վստահ։ Իրա։ Որ խնդրում են ինչ-որ մարդու կարիքի համար կամ հիվանդության համար աղոթեմ, ին վրա չեն վստահ։ Իրա։ Գիտես, իմ բաժինը ինձի մաքուր պահելն է։ Քո բաժինը հավատալն է։ Ասում է եւ Աստված, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի։ Փառք Հիսուսին։
Հալելույա։ Երբ որ վիրահատության էի, գիտես, երկու տիպի վիրահատություն եմ անցել։ Մեկը ներսից, մեկը խորքից, հա։ Երբ որ մարդուն նայում ես, ու կարաս մարդուն այսպես նայես, ասես, «Էս ինչ ուժեղ հավատք ունի»։ Էս ինչ ուժեղ հավատք ունի։ Դու մարդուն այսպես դրսից նայում ես, կամ չգիտեմ, արտակինից կամ խոսելա ձևից, ասում ես, «Վայ, էս ինչ ուժեղ հավատք ունի, էս ինչ ուժեղ հավատք ունի», դու իրան դրսից ես տենում։ Բժիշկները, որ մարդուն բացում են, կարան ներսը տենան։ Այսինքն բացեն ներսը տենան ինչա կատարվում։ Բայց մենակ Աստված է, որ մարդուն ներսից է տենում, ոչ թե ներսը, այլ ներսից տենում է։ Երիկամունքներ քննող Աստված է։ Ամեն, Աստծո խոսքն ասում է, մեր Աստված երիկամունքներ քննող Աստված է, ասում է, Տեր դու երիկամունքներ քննող Աստված ես։ Երբ որ դու նայես Աստվածաշունչը, երբ որ նայես Աստված ինչեր է անում մարդկանց կյանքում, մեր Հիսուսը ինչեր է անում առաքյալների կյանքում, իմանալով թե ովքեր են, ցես թվում է չգիտեր ինչ են անելու, չգիտեր փախնելու են, լավ գիտեր, ինքը դաժե ասում է ինչ է եղնելու։ Վերջում նույն Պետրոսին ասում է, հələ հավը չխոսա 3 անգամ ինձի կուրանաց, գիտեր, որտեղից գիտեր, ներսից գիտեր։ Ներսից այդ ամեն ինչը գիտեր։ Ու գիտես, մի բան, որ ես ու դու իմ ու քո համար նորություն պետքա չեղնի։ Մի բան, որ ես ու դու պետքա վերցնենք ու դա իմ ու քո համար նորություն չեղնի։ Հիսուսի հետ հնարավոր է ամեն բան։ Տեսեք, մի մեջբերում անեմ ու մենք աղոթք կանենք։ Երբ որ Իսրայել ժողովրդին Աստված հանեց, Կարմիր ծովը բացեց, Իսրայել ժողովուրդը դուրս եկավ, հիշում եք, չէ, 40 օր հետո պետք է մտներ խոստմունքի երկիր։ 40 օր հետո պետք է մտներ խոստմունքի երկիր։ Բայց չդիմացան, ուդելու կռիվ էին անում, պետք է ուդենք, սովածենք, այ մարդ ուդելա պետք է հաց ուդենք, պետք է ուդենք, ու նույն ելից գրքում Մովսես ասում է, ոչ միայն հացով կաբրի մարդ, այլ Աստծո խոսքով։ Մովսեսն է ասում ելից գրքում։ Ու գիտեք, երբ որ սկսեցին տրտնջալը, Իսրայել ժողովուրդը սկսեց տրտնջալը, 40 օրը դարավ 40 տարի։ 40 օրը դարավ 40 տարի։ Հիսուսն է ծնվել, եկել այս աշխարհ, վերցրել է իմ ու քո փրկության ծրագիրը իր վրա, ջրից դուրս է գալիս, Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջնում է իր վրա, եւ հայրը երկնքից խոսում է, դա է իմ սիրելի որդին, իրան լսեցեք, իրան հետևեցեք, իրան հավանեցի, ու տեսեք ինչ է անում, Սուրբ Հոգուց տարվավ անապատ փորձության։ Որ անապատը, այն որ Իսրայել ժողովուրդը պետք է 40 օր անցնեին։ Ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը լինելով երկրի վրա, որպես 100% մարդ, 100% անցնում այդ 40 օրվա անապատը։ Եվ երբ որ 40 օրը վերջանում է, Աստծո խոսքը ասում է, սովեց։ Ու Սատանան եկավ։ Այն վաղտ Իսրայել ժողովուրդն էին ասում, սոված ենք հաց տուր, ստեղ Սատանեն է եկել, ասում է, այս քարին հրամայի, թող հաց դառնան։ Եվ Հիսուսը գիտես ինչ է հիշացնում հերյա ժողովրդին, այն որ դուք 40 տարի, 40 օր պետք է անցնեիք, չանցակ, 40 օր, չանցակ, տեսեք, որ հնարավոր էր 40 օրում անցնելը։ Ու գիտեք ինչ ասում, ոչ միայն հացով կաբրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից, Աստծո խոսքով։ Ու գիտես, շատ հետաքրքիր է, հավատքով ու աղոթքով կյանքիդ ամեն մի սարը ու ամեն մի անապատը կանցնես
Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Եկեք ոտի կանգնենք։ Հավատքի եւ աղոթքի պատասխան։ Երբ որ ասեն ուր է քո մանանեխի հադիկի չափ հավատքը, գիտեմ այստեղ լիքը մարդիկ ունեք լիքը վկայություն, որ կարաս ասես այն երեխեն որ չէր բժշկվում, որ չգիտեմ ինչ դիագնոզ են ասե, կարաս ասես հեսա, այն սարը որ կար մաշվել է, հեսա, իմ մանանեխի հադիկի չափ հավատքը ու Աստծո տված պատասխանը։ Գիտես, ցանկացած խնդրեմ, ցանկացած խնդիր, որ դու անցել ես, հիշի, դա հավատքի ու աղոթքի պատասխանն է։ Աստված հավատարիմ է։ Այնպես չի որ դու այդքան լավն ես։ Չէ, նրանից է որ Աստված է հավատարիմ։ Ամեն։ Մեր Աստված հավատարիմ է։ Մեր Աստված հավատարիմ Աստված է։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Խնդրեմ փառաբանության թիմը գա։ Գործք առաքելոց 17-րդ գլուխ ներողություն 14-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Այստեղ Աստծո խոսքը ասում է. մի մարդ ոտներով տկար նստած էր, որ իր մոր որովայնից կաղեր ծնված եւ երբեք ման եկած չէր։ Սա լսեց Պողոսի խոսքերը, նա էլ նրան վրա նայեց եւ երբ որ տեսավ որ հավատք ունի փրկվելու, մեծ ձայնով ասեց. ոտներիդ վրա ուղիղ կանգնիր, եւ նա ցատկելով մաներ գալիս։ Փառք Հիսուսին։ Տեսեք, մի մարդ, որ ընդհանրապես մոր որովայնից, ծնված օրվանից չէր քայլե, իր համար դա անսասան սար էր, որ տեղաշարժանել հնարավոր չէր, ինքը չէր շարժվում, որովհետև իր համար սար էր։ Բայց գիտեք, երբ որ Պողոսը ասեց, Պողոսը տեսավ, որ այս մարդը հավատք ունի, երբ որ Աստծո խոսքն է հռչակում, դու հավատքով վերցնում ես, երբ որ ասում Պողոսը տեսավ, որ ինքը հավատք ունի, փրկվելու, ասում հələ հելի ման արի։ Ու գիտեք, այդ սարը, որ տեղից չէր շարժվում, հələ ցածկոտում էր։ Մանանեխի հադիկի չափ հավատք։ Հավատքի եւ աղոթքի պատասխան։ Փառք Հիսուսին։ Հալելույա։